Հարգելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում այսօր լրատվականը շարունակում է իր աշխատանքը, տաղավարում ձեզ համար աշխատում է Հրաց Սահակյանը եւ ես Աստղիկ Խաչատրյանը։ Մենք այս պահին ունենք թարմ տեղեկատվություններ 47 ընտրատեղամասերից, որտեղ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 22803։ Ըստ այդմ պատկերը հետեւյալն է. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը այս ընտրատեղամասերից ընտրել են 8000 ընտրողներ, ըստ այդմ 35.08% էին հարաբերակցությամբ։ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը ընտրել է 5189 մարդ, այսինքն 22.76%։ Ապրելու երկիրը ունի 846 ձայն, այսինքն 3.71%։ Մայր Հայաստան դաշինքը 47 տեղամասերից հավաքել է 1413 ձայն, ըստ այդմ 6.20% հարաբերակցությամբ։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն էլ 312 ձայն ունի 1.37%-ով։ Եվրադաշինք կուսակցությունը ունի 977 ձայն, այսինքն 4.28%, դեմոկրատական այլընտրանք կուսակցությունն 705, այսինքն 3.9%։ Մեր քաղաքակուսակցությունների դաշինքն ունի 3569 ձայն, 15.65%, իսկ Իմ հզոր համայնք կուսակցությունը 1792 ձայն ունի 47 տեղամասերից, ըստ այդմ 7.86%։ Այս ընտրությունները կարելի է հենց այս թվային ցուցիչով համարել թերևս շատ նպատակային եւ կենտրոնացված, որովհետեւ քաղաքացիները մասնակցել են 22803 մարդ եւ անվավեր ճանաչվել է 0 քվեաթերթիկ, այսինքն բավականին կենտրոնացված եւ նպատակային եղել, այսինքն այս ընթացքում քարոզարշավը կոնկրետ աշխատել է եւ թիրախավորված է եղել, որովհետեւ ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր քվե իր հասցեատիրոջը հասել է։ Այո, մասնակցությունը բավականին բարձր է, բավականին բարձր տոկոսներ եւ ձայներ ունեն, ինչպես նկատում եք այս պայդրությամբ երկու քաղաքական ուժեր, բայց տվյալները խիստ նախնական են եւ շատ արագ փոփոխվող։ Ես կցանկանամ այժմ ներկայացնել ձեզ Գյումրու 31-57 ընտրատեղամասի արդյունքները, ըստ այդմ քաղաքացիական պայմանագիրը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ ունի 179 ձայն, իսկ արդեն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ ունի 105 ձայն։ Ապրելու երկիր կուսակցությունը Կարեն Մալխասյանի գլխավորությամբ Գյումրու 31-57 ընտրատեղամասում ունի 38 ձայն։ Մայր Հայաստան դաշինքը Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ այս ընտրատեղամասում ունի 24 ձայն։ Եվրադաշինքը այստեղ ունի 26, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ունի 12, մեր քաղաքը ունի 89 ձայն, Իմ հզոր համայնքը ունի 37 ձայն։ Նշենք, որ այս տվյալները արագ փոփոխվող են, բայց եւ այնպես մենք արդեն բավականին շատ ընտրատեղամասերից ենք ներկայացրել թվային տվյալները, այնպես որ վերջնական պատկերը գրեթե կարելի ասել կամաց նշмарվում է։ Այո, շատ շուտով մենք կունենանք ամբողջական նախնական պատկերը եւ այս պահին ներկայացնենք Գյումրու 31-19 ընտրատեղամասի թվային պատկերը, քաղաքացիական պայմանագիրն այստեղ ունի 186 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 93 ձայն է հավաքել։ Ապրելու երկիրը ունի 13, Մայր Հայաստանն ունի 48, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 8 ձայն։ Եվրադաշինքը այս ընտրատեղամասում հավաքել է 24 ձայն, դեմոկրատական այլընտրանքն այստեղ հավաքել է 6 ձայն։ Մեր քաղաքն ունի 68, իսկ Իմ հզոր համայնքն ունի 34 ձայն։ Շարժվելով առաջ մենք հասնում ենք արդեն 31-71 ընտրատեղամասի ձայների բաշխմանը եւ տեսնենք, թե քաղաքացիական պայմանագիրն այստեղ ունի 126, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 67 ձայն, ապրելու երկիրը ունի 22 ձայն։ Իսկ Մայր Հայաստան դաշինքն ունի 95 ձայն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը հավաքել է 4 ձայն, Եվրադաշինքն էլ ունի 21 ձայն այս ընտրատեղամասում։ Դեմոկրատական այլընտրանքն ունի 5, մեր քաղաքն ունի 97 եւ Իմ հզոր համայնքն ունի 33 ձայն։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ հայտնի է նաև 31-52 ընտրատեղամասի թվային պատկերը, որտեղ քաղաքացիական պայմանագիրը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ ունի 223 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ Ղուկասյան Վարդանի գլխավորությամբ ունի 191 ձայն։ Կարեն Մալխասյանը, որը գլխավորում է ապրելու երկիրն, ունի 28 ձայն, Մայր Հայաստանը առաջին դեմքով Կարեն Սիմոնյանի ունի 37, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 10 ձայն, Եվրադաշինքը, որը առաջ
առաջնորդում է Լևոն Բարսեղյանն ունի 36 ձայն եւ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունն ունի 5 ձայն։ Մեր քաղաքական Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ ունի 120 ձայն 52 ընտրատեղամասում, իսկ Իմ հզոր համայնքը ունի 56 ձայն։ Շարժվելով առաջ մենք հասանք արդեն 31-ի 48 ընտրատեղամասի ձայնային բաշխմանը, որտեղ թվային պատկերը հետևյալն է. քաղաքացիական պայմանագիրն ունի 180 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 57 ձայն։ Ներողություն, Հրաչ, ես կխնդրեմ դու շարունակես այդ ընտրատեղամասը, քանի որ ինձ թարմ տեղեկատվություններ են փոխանցում այլ ընտրատեղամասից, կշարունակեմ ես արդեն դրանով։ Շատ լավ, ապրելու երկիրը այստեղ ունի 16, Մայր Հայաստանն ունի 18, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 6 ձայն, Եվրադաշինքն ունի 17 ձայն, Դեմոկրատական այլընտրանքն ունի 9 ձայն, Մեր քաղաքն ունի 366 ձայն, Իմ հզոր համայնքը ունի 39 ձայն։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ քաղաքացիական պայմանագրի առաջին համարը Սարիկ Մինասյանն է, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը առաջնորդում է Վարդան Ղուկասյանը, ապրելու երկիր կուսակցության առաջին համարը Կարեն Մարխասյանն է, որը ի դեպ նախկին ավագանու անդամ է, Մայր Հայաստանը Կարեն Սիմոնյանի առաջնորդությամբ է, որն ուներ 18 ձայն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը բազմատաղանդ Արտյոմ Թումանյանն է առաջնորդում, Եվրադաշինքը Լևոն Բարսեղյանն է առաջնորդում, Դեմոկրատական այլընտրանքի առաջին համարը Արտյոմ Ղարաղազարյանն է, Մեր քաղաքը Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ 366 ձայն եւ Իմ հզոր համայնքը, որը առաջնորդում է Ռուբեն Մխիթարյանն, ուներ 39 ձայն։ Հարգելի հեռուստադիտող, այս պահին իմ գործընկերները ինձ փոխանցել են թիվ 31-ի 48 ընտրատեղամասի արդյունքները, որտեղ քաղաքացիական պայմանագիրն ունի 180 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 57 ձայն, ապրելու երկիրը հավաքել է 16, իսկ Մայր Հայաստան դաշինքը 18 ձայն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը 6 ձայն, Եվրադաշինքը 17 ձայն, Դեմոկրատական այլընտրանքը հավաքել է 9 ձայն, Մեր քաղաքը 366, Իմ հզոր համայնքը 39 ձայն։ Մեր այս արտակարգ թողարկումների նպատակն է ձեզ տեղեկացնել, թե ինչ թվային պատկերով է շարժվում մեր պատկերը, ինչ ունենք այս բանին տեսնում եք նաև էկրաններին վեկտորային տարբերակով, բայց չմոռանանք նաև, որ փառաքարում եւս ընթանում էր ընտրություններ, որտեղ ինչպես արդեն մամուլում խոսվում է եւ ազգային ճակատից եւս հայտնել են, որ նախնական արդյունքներով փառաքարում Վալոդիա Գրիգորյանը հավաքել է 55 ձայն, հաղթելով քաղաքացիական պայմանագրի թեկնածուին։ Մենք նաև նշենք, որ այս պահին մեզ փոխանցել են արդեն ոչ թե 47, արդեն 52 ընտրատեղամասերի ընդհանուր արդյունքները, որոնք ընդհանուր հաշվով ունեն 26190 ընտրողներ, ըստ այդմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 52 ընտրատեղամասերից ստացած մեր տեղեկությունների համաձայն հավաքել է 9338 ձայն, այսինքն 35.65%-ը։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Գյումրիում գործում էր 82 ընտրատեղամաս եւ այս բանին մենք արդեն իսկ ներկայացրեցինք, դրանցից 52-ին է մոտավորապես, չնայած մի քանիսը այս բանին բաց ենք թողել, կարող ենք նաեւ սա ամփոփել, մինչեւ ունենանք նոր թվային պլան, որովհետեւ մեզ ինչպես մեր գործընկերներն են հուշում, արդեն նոր թվային տվյալներ են մեզ փոխանցելու։ 8 րոպե առաջ մեզ տեղեկացրել են, որ արդյունքները Գյումրու 31-ի 10 ընտրատեղամասում հետեւյալն են. քաղաքացիական պայմանագիրը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ ունի 118 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 78 ձայն։ Ապրելու երկիր կուսակցությունն ունի 19 ձայն, Մայր Հայաստանը հավաքել է 39 ձայն։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը Արտյոմ Թումանյանի գլխավորությամբ ունի 4 ձայն, Եվրադաշինքը ունի 22 ձայն, Դեմոկրատական այլընտրանքը այստեղ հավաքել է 5 ձայն, Մեր քաղաքի օգտին Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ քվեարկել են 88 ընտրողներ եւ Իմ հզոր համայնքին քվեարկել են 51 ընտրողներ։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պայն ընտրատեղամասերից առանձին տվյալները այսքանն էին, մենք շարունակենք ամփոփել 52 ընտրատեղամասերից ստացած մեր արդյունքները, շարունակելով քաղաքացիական պայմանագրին, այստեղ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 5765 ձայն, այսինքն 22.1%-ը։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Գյումրու թիմ ընտրությունների այս ցուցանիշը, որը արդեն ժամը 14-ի դրությամբ ցնցել էր թե գյումրեցիների սպասելիքները եւ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում նոր սպասման ալիքեր ավելացրել, հիշեցնենք, որ Գյումրիում ընտրությանը մասնակցել էր 47452 ընտրող, բայց նշենք, որ ընտրելու հնարավորություն ունեին Գյումրիում 111236 անձ։
Շարունակելով հրաչին, ավելացնեմ, որ ապրելու երկիրը 52 ընտրատեղամասերից հավաքել է 958 ձայն 3.66%-ով, Մայր Հայաստանը հավաքել է 1610 ձայն 6.15%-ով, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը 375 ձայն 1.43%-ով, Եվրադաշինքը 1156 ձայն 4.41%-ով, Դեմոկրատական այլընտրանքը 784 ձայն 2.99%-ով, մեր քաղաքակուսակցությունների դաշինքը 4131 ձայն 15.77%-ով, Իմ հզոր համայնք կուսակցությունը 2073 ձայն 7.92%-ով, հիշեցնեմ, սրանք տվյալներն են 52 ընտրատեղամասերից։ Այո, 52 ընտրատեղամասերի ամփոփ տվյալներն էին, որը մասնակցության թվով ունի 26190 ընտրողի տվյալներ, բայց այս տվյալները թարմացվում են, որովհետև դեռ 30 ընտրատեղամասի որոշիչ տվյալ էլ կա։ Նշեմ, որ այդ ընտրատեղամասերի մեջ կան բավականին մեծ ընտրողներ ունեցող թվային ցուցիչներով տվյալներ, որոնք միանշանակ դեռ փոխելու են այս թվային ցուցիչները, բայց այնուամենայնիվ ֆավորիտ թեկնածուները, որ այս ամբողջ քարոզարշավի ընթացքում քննարկվում էին անունները, մենք տեսնում ենք, որ կա նմանություն, որը մասնագետները ներկայացնում են, որ այո, թիմ ընտրությունների ավարտին մենք տեսնելու ենք հենց այս պատկերը։ Դե ինչ արգելի հեռուստադիտողներ, շարունակեք մնալ մեզ հետ, շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ, տաղավարում ձեզ համար ես ու Հրաչը, պարբերաբար ուղիղ եթերներով կհեռարձակենք, կներկայացնենք ձեզ թարմացվող թվային տվյալները։